Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1152-րդ օրն է։ Սուրբ Զատիկի օրն է, ձեզ համար նորից կարճ եթեր եմ պատրաստել։ Տոնական օրով ողջունում եմ մեր լսարանին, որը դարձել է մեկ մեծ ընտանիք։ Քրիստոսը հարություն առավ եւ հարությամբ մեզ նոր հույս բերեց։ Ցանկանում եմ բոլորիդ, որպեսզի առողջ եւ երջանիկ լինեք, թող բոլոր երազանքները իրականանան։ Մինչ այս հեռարձակումը ձայնագրել է, ես կարդացի ձեր մեկնաբանությունները երեկվա մեր եթերի տակ, բառեր չկան նկարագրելու այն դրական լիցքը, որը դուք հաղորդում եք ձեր մեկնաբանություններով։ Շնորհակալ եմ ձեր անկեղծ վերաբերմունքի եւ ջերմության համար։ Այսօր մեծ տոն է, մանկուց ենք սիրում այս տոնը։ Մտածում էի արդյոք արժի տոնական օրով պատերազմից պատմել ձեզ, բայց կարդալով ձեր երեկվա մեկնաբանությունները հասկացա, որ այլ կերպ չեմ կարող։ Որոշեցի համառոտ կիսվել ձեզ հետ լավ լուրերով այս տոնական օրով, մանավանդ որ Ուկրաինայի զինված ուժերը մեզ նման առիթ տալիս են։ Պոկրովսկի մոտ մեր ուժերը ոչ միայն ջախջախել են ռուսներին, այլև ստիպել են մարտավարական նահանջ կատարել։ Ուկրաինական ուժերի զեկույցում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ռուսական զորքերը շարունակում են ակտիվորեն փորձել գրավել Պոկրովսկը, վերջին փորձերը ուղեկցվել են ռուսների համար զգալի կորուստներով։ Պոկրովսկը շարունակում է մնալ ամենաինտենսիվ ուղղությունը։ Պոկրովսկի ուղղության հետաքրքիր տարրն այն է, որ այնտեղ չնայած այն բանին, որ ռուսները մեծագույն ջանքեր են գործադրում, բայց շարունակում են կրել նույնպիսի մեծագույն կորուստներ եւ նահանջում են։ Մինչ Կրեմլի բռնապետ Պուտինը հայտարարում էր այսպես կոչված Զատիկի զինադադարի մասին, ռուսական օկուպացիոն ուժերը կրկին հարձակվում էին Ուկրաինայի տարածքի վրա, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, սակայն չի հրաժարվում առաջխաղացման անհատական փորձերից եւ Ուկրաինային կորուստներ պատճառելու փորձերից։ Միևնույն ժամանակ ուկրաինացի սահմանապահները հայտնում են, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը իբր հայտարարել է հրադադարի մասին, օկուպացիոն ուժերը շարունակում են գնդակոծել ուկրաինական պաշտպանների դիրքերը, ինչպես Սումիի մարզում, այնպես էլ Խարկովի եւ Դոնեցկի մարզերում, հենց առաջնագծի երկայնքով։ Ուկրաինան իր կողմից հայտարարել է, որ հայելային պատասխան է տալիս ռուսական գործողություններին։ Զելենսկին նաև ասել է, որ լսել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զրույցը։ Գեներալը հայտնել է, որ ուկրաինական բանակը շարունակում է ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում եւ պահպանում է իր դիրքերը այդ ռեգիոնում, չնայած Կրեմլի հերթական ստերին Կուրսկի մարզի գրավման մասին։ Բայց ասեք, որ ինչքան անամոթ են, չէ՞ Կրեմլում։ Իրենք իրենց երևի թե հարց չեն տալիս, թե քանի անգամ կարելի է նույն բանը գրավել։ Գրավում են, բայց չեն գրավում։ Ավելին Ուկրաինայի պաշտպանության ուժերը առաջ են անցել եւ ընդլայնել են իրենց վերահսկողության գոտին Բելգրադի մարզում։ Իմ ջելոս նկատեցիք Պուտինի վիճակը, երբ նա այդ իբր հրադադարի մասին էր հայտարարում։ Երևի թե ամենավերջին պուտինիստը նկատեց իրենց կուրքի թշվառ վիճակը։ Իսկ հիշում եք ինչ դիրքով էր հարձակվում Ուկրաինայի վրա, իրեն շնաձկան տեղ էր դրել, չգիտեր, որ ուկրաինական զորքերը իրենից էլ կարող են պահածո պատրաստել։ Այսօր բացի ամենօրյա վիճակագրությունից ձեզ կներկայացնեմ Ուկրաինայի անվտանգության ծառայության վերջին 2 շաբաթների ցուցանիշները։ 2 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայության զինծառայողները ոչնչացրել են հակառակորդի 610 դիրքեր եւ ամրություններ, ինչպես նաեւ ռուսական զինամթերքի 15 պահեստ։ Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրել եւ խոցել են 53 տանկ, 78 մարտական զրահափոխադրիչ, 101 հրետանային համակարգ եւ ռեակտիվ հրետանի, 13 հոբ համակարգ, 5 էլեկտրոնային պատերազմի համակարգ, 810 մեքենա, 40 դրոն, ինչպես նաեւ ավելի քան 1000 ռուս զավթիչներ։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 127 ռազմական բախում։ Ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 15 տարածքների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 950 ռուս զավթիչ եւ ավելի քան 200 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 231 միավոր։ Դուք այս թվերից զգում եք, որ ինչ որ հրադադար լինի։ Ճիշտ է, թիվը մի քիչ է, բայց գրեթե 1000 նորից զինվոր է կորցրել օկուպանտ երկիրը եւ 200-ից ավել
միավոր զինտեխնիկա։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները արդեն կազմել են 941,100 զավթիչ, Ուկրաինայի զինված ուժերը մի շարք հաջող հարվածներ են հասցրել ռուսական զորքին եւ նրանց տեխնիկային օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Զատիկի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորանքից բացի, որը կարող եք դիտել մեր երկրորդ ամբիոն ալիքով, ուկրաինական պետության ղեկավարը խոսել է նաև ռուս օկուպանտների պատճառած վնասի մասին։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսներն Ուկրաինայում ավերել են 640 եկեղեցի։ Նրանք սպանել են նաև 67 ուկրաինացի քահանաների եւ վանականների։ Ռուսական բանակը քրիստոնեական եկեղեցիների եւ հավատացյալների համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Անցնենք դրական լուրերին։ Ուկրաինայի զինված ուժերի օդաչուների առաջին խումբը, որը վերապատրաստվել էր Ֆրանսիայում Mirage 2000 կործանիչների վրա, վերադարձել է Ուկրաինա եւ սկսել է իր ծառայությունը։ Ունենք տեղեկատվություն, որ արդեն մասնակցել են օդային մարտերի, այսպիսով ուկրաինական ավիացիան գնալով ավելի է ամրանում։ Ճիշտ է, այն մասշտաբները չեն, ինչը որ մենք կուզեինք, բայց չեղածից լավ է հաստատ։ Ամերիկյան Washington Post-ն է անդրադարձել Ուկրաինայի հրետանու արտադրությանը։ Ուկրաինան ամերիկյան օգնության հնարավոր կրճատման պայմաններում մեծացնում է պատերազմում հիմնական զենքի հրետանու արտադրությունը։ Դրան նպաստում են նաև եվրոպական ներդրումները, այս մասին գրում է Washington Post-ը։ Այս ագրեգատների արտադրությունը կտրուկ աճել է Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ, ամսական 6 միավորից 23 թվականին, հասնելով ավելի քան ամսական 20 միավորի 25 թվականին։ Ամերիկացի լրագրողները բաց են թողել այն փաստը, որ դրոններն են դարձել առանցքային զենք ուկրաինական պատերազմում, հենց դրոններն են փոխհատուցել հրետանու այն պակասը, որը որ կար այս տարիների ընթացքում։ Շատ չերկարացնեմ մեր տոնական եթերը, պատերազմի իրավիճակի մասին պատմեցի, ձեր Սուրբ Զատիկը շնորհավորեցի, ավարտեմ, ձեզ լավ տոնական երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։